Ողջույն բարեկամներ, քանի որ ամենաշատ կրկնվող հարցերը թե ինչ է լինելու մեզ այդ հարցն է, ես այդ հարցի պատասխանը ուզում եմ տալ Գարեգին Նժդեհին, բայց մի պայմանով, խոստանում եք անպայման նայել մինչև վերջ, դա ամենակարևոր բանը, ինչպես գիտեք, ես պահում եմ վերջում, եւ այսպես, ինչ եմ գրել Նժդեհը դեռ 100 եւ ավելի տարի առաջ, հեյ, վտանգ կա, թուրքության վտանգը սև ամպի պես կախված է Հայաստանի գլխին, վտանգ, որ միայն 7-ից կույրերը չեն տեսնում, կարծես տեսօրվա մասին վերացնում եմ, եւ ընդհանրապես ես ուսումնասիրում եմ մեր մեծերի գրառումները, Խորենացուց իմիջելոց, սկսած մինչև Նժդեհ, մինչև Հովհաննես Թումանյան, մինչև Անդրանիկ, ես այս գրառումները որ կարդում եմ, ինձ թվում է սովը մասին են գրում, որը մի բան է վկայում, որ այդ վտանգները միշտ եղել է, այս իրավիճակը միշտ եղել է, ու մենք ազգով նման ենք այն երեխու, որը առաջին դասարանում միշտ մնում է նույն դասարանում, չի կարողանում անցնել երկրորդ դասարան, չի կարողանում, ասենք, այդ իր խնդիրը լուծել եւ անցնել երկրորդ դասարան։ Խորենացին ոնց ձևակերպել է, երևի հիշում եք, ես վերջերս այն անազգանուն չեմ ուզում տալ, մի խոսքով, հասկացաք։ Խորենացուն էր ցիտում, որ եպիսկոպոսները լավը չեն եղել, մի խոսքով, որ կրոնավորները խնդիրներ են ունեցել, հավատացյալ չեն եւ այլն եւ այլն, նույնը ասում էր եւ զինվորականների մասին, նույնը եւ կառավարության մասին։ Խորենացին ժամանակին, ասենք 1500 տարի առաջվա դեպքերը նկատագրում են նույն այն բովանդակության մեջ, ինչ այսօր։ Այսինքն շնորհակալ եմ 1500 տարի մեր մոտ ոչ մի բան չի փոխվել։ Նույնը, որ հիմա կարդում ենք Նժդեհին, այն նույնը եղել է 100 տարի առաջ։ Նույնը կա եւ հիմա, որը մի բան է նշանակում։ Երկու բան։ Նախ թուրքերի ուղղածը չի լինում ոչ մի ձև, եւ երկրորդը, որ մենք չենք կարողանում հաղթահարել այն վիճակը, որ մենք այս խնդրի առաջ չկանգնենք։ Ես լավատեսս ուզում եմ պայմանավորվել սա մի հանգամանքով, որ Նժդեհի ժամանակ, ասենք Թումանյանի ժամանակ, Խորենացու ժամանակ չկար ինտերնետ, չկար մասսայական լրատվամիջոցներ, մարդկանց այս տարրական խնդիրների մասին բացատրելը պրոբլեմ է։ Դա կարող էր անել եկեղեցին իր քարոզների միջոցով, որովհետև ամենամեծ աուդիտորիան, կներեք բառես համար, ուներ եկեղեցին եւ առ այսօր ունի, բայց ինքը դա երբեք չի արել, ինչի չի արել, որովհետև դա իր խնդիրը չի եղել, չի եղել, ինքը խնդիր չի դրել այդտեղ։ Ինչ որ է, հիմա 21-րդ դարում ենք, ես կարող եմ հույս ունենալ, ուզում եմ մի քիչ պատմական այս անցքերին ուղղված իմ դատողություններով հետևություն անեմ, որ ունենալով այսօր լրատվական միջոցներ, թեկուզ վերցնենք մեր YouTube-յան ալիքը, որը դուք վստահ եմ տարածում եք, սեղմում եք այդ լայքի կոճակը, հենց նոր էլ սեղմեցիք, անկախ նրանից երբ եք նայում դուք սա, գրում եք ձեր կարծիքը անպայման եւ տարածում եք եւ եթե բաժանորդագրված չեք անպայման բաժանորդագրվում։ Որպեսզի մենք այս խնդիրը կարողանանք գոնե հաջորդ սերունդների համար լուծել։ Մենք այս խնդիրը սահմանում ենք, բաց աչքերով նայում ենք, ասում ենք, տեսեք, նույնը եղել է 100 տարի առաջ ու չենք թուրք ասել, մնացինք հայ։ Մի քանի երևելիների շնորհիվ, ասենք Կոմիտասի, որ փրկեց մեզ թուրքացումից երաժշտության մեջ, ասենք Հայրիկ Մուրադյանի, որ այդ կորած ու թուրքացած, ոչ թե թուրքացած, կորած երկրի երաժշտությունը պարը բերեց, մատուցեց մեզ, վերականգնեց եւ երկուսներն ունեն լավ հետևորդներ, եւ զբաղվում են այդ ամեն ինչը տարածելով։ Մի խոսքով, մի քանի երևելիների շնորհիվ եւ իրենց հետևորդների շնորհիվ թուրքացումը կասեցվում է, բայց վտանգը չի անցել։ Հիմա ձեր շնորհիվ, ձեր աջակցության շնորհիվ ակտիվ մենք պետք է դա կասեցնենք, որ հաջորդ սերունդը նույն վտանգի մասին չխոսա։ Ուրիշ ձևի վտանգի մասին խոսա, թուրքը,
որ ամեն օր արթնանում է վտանգից, որ հարևանը կամ իր երեխան բացահայտել է, որ ինքը հայկական ծագում ունի։ Դեռ չի ուզում, որտեղ դա առաջացնելու է թուրքական պետականության փլուզումը։ Այ ուզում եմ վեկտորը մենք փոխենք։ Մենք ոչ թե վախենանք թուրքացումից, այլ որ թուրքերը վախենան իրենց արմատները բացահայտելուց։ Կարող ենք այս կարգի միսիա մեր վրա վերցնել։ Խնդիրը դնել ու գնալ այդ ուղղությամբ։ Ասել մեկ վարքյան։ Մենք պետք է չվախենանք։ Դուք պիտի վախենաք ինքնաբացահայտումից։ Եվ սկսենք աշխատել այդ ուղղությամբ։ Դա կարող ենք անել մենակ մի պայմանով։ Մի պարագայում, երբ որ մենք դրա մասին տեղեկացված լինենք։ Եթե մենք դրա մասին տեղեկացված չլինենք, մենք դա չենք կարող բնականաբար իրականացնել։ Դա ես առաջարկում եմ ձեզ, խնդրում եմ, տարածեք այս հաղորդումները, որ մենք կարողանանք փոխենք վեկտորը, փոխենք անհանգստության թեման, հա, ինչի ես պետք է անհանգստանամ, թուրքերը անհանգստանան։ Ու վստահ եղեք, դա իրականացող է։ Գնանք հիմա վերադառնանք մեր հայկական խնդիրներին։ Երեք երևի դուք հիշում եք արդեն, երեք չառաջորը այդ հարցակումներ, հարցակում կամ հարցակման փոխարկում եկեղեցու վրա, մայրաթորի վրա։ Մերնայինք սա Թալինի քաղաքապետն են վերևը թարացը։ Թալինի քաղաքապետ, ասենք ինչ է նշանակում։ Էվո Փաշինյան Նիկոլասոն, մենք կապ չունենք դրա հետ։ Ինքը կապ չունի դրա հետ, բայց իր ամբողջ սպասարկող անձնակազմը իր քաղաքապետներից, մարզպետներից, ԱԱՑ, սա դա մասին առանձին ենք խոսալու հաթաթ, ԱԱՑ-ը, չգիտեմ, ոստիկանական ստորաբաժանումներն են, ստոր աբաժանումներ էլի, բոլոր ընդեղ են, բայց Փաշինյան Նիկոլոս այդ կապ չունի, լսեք։ Թալինի ԿՊԱ-ական քաղաքապետը 3 աշխատանքային ժամին Արագածոտնից Էջմիածին էր հասել մարտական տրամադրությամբ։ Մայրաթորի դեմ Փաշինյանին միացած եպիսկոպոսների ակցիային էր մասնակցում, բարձրացել էր մայր տաճարի սյուներին ու չէր իջնում։ Ոստիկանները, որ օպերատորներին թույլ չէին տալիս այստեղից նկարահանում անել, Փաշինյանի բորբոքված թիմակցին հանդարտեցնելու, իջեցնելու քայլ չէին անում։ Համազգեստավորները մարդկանց վիրավորող ԿՊԱ-կանի նկատեցին, երբ կրքերը թեժացան։ Ամեն ինչ տրամաբանության մեջ է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանի պատկերի մեջ ամբողջական տեղավորվող հայոց չինովնիկներ, աշխատանքի ժամին Նիկոլ Փաշինյանի սրտով մասնակցող ինչ-որ պրոցեսներին չինովնիկներ, ամեն ինչ նորմալ։ Բայց ինքը չի մասնակցում։ Լկտին հայտարարում է, ինքը չի մասնակցում։ Բայց կողմը ինքը չի մասնակցում։ Եվ անպատժելիություն, ամենակարևորը երաշխավորված անպատժելիություն ցանկացած գործողության պարագայում։ Ես ուզում եմ այստեղ միջամտել, երաշխավորված անպատժելիություն Նիկոլի կողմից, սա շատ կարևոր է հասկանալը, որովհետև իրական անպատժելիություն չի լինում, դա ժամանակն է ցույց տալի, որի մասին անպայման խոսելու են վերջում, չգնաք, չանջատեք, լսեք մինչև վերջ, ես պատահական բաներ չեմ լսում։ Հենց Փաշինյանի երաշխավորած անպատժելիությունն է ԿՊԱ-կանին հասցրել Էջմիածին, կարծում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, նա այս տեսարանից չի զարմացել։ Եկեղեցու հայոյանք հնչեցնող մարդը ԿՊ-ի ամբողջական պատկերն էր, այդ օրվա պատկերն էր, որտեղ մնացած օրերի համար Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա, որ իր փոխարեն որևիցե մեկ այդ կարգավիճակը նիշան զբաղեցնի։ Տավրոս Սափեյանն ամբողջ օրը չարձագանքեց մեր զանգերին, չկարողացանք ճշտել, ինչու էր աշխատանքային ժամին հասել Էջմիածին։ Հիմա ձեզ պիտի ասեմ ինչու եմ եկել։ Կաթողիկոսի դեմ դուրս եկած հոգևորականներին միանալը Սրանք չեն հասկանում, որ իրանք այս ժողովրդի աշխատողներն են, հա, այ փնթի, այ եթին, պիտի ասես, բա ինչ պիտի անես, դու պիտի հաշիվ տաս, ինչի հաշիվն ես եկել ասել ընդ, ինչի աշխատանքային ժամին դու գործիչ ես, հասկացար, այ բոմժ, դու պիտի հաշիվ տաս, հա, դուք չեք հասկացել, ուղղակի ինչ է նշանակում պետական աշխատող, ձեր ականջները ոչ մեկ չի օրորել դրա համար, ձեր վզակոթին ոչ մեկ չի տվել դրա համար, բայց առայժմ բա ոնց դու պետք է հաշիվ տա, դու մոռացել ես դու աշխատողն ես, դու այդ լրագրողի աշխատողն ես, վարձկանը, հասկացա՞ր ինչի պետք է հաշիվ տաս, բայց իրեն չեն ասել,
դե ինքն էլ իր խորը տգիտության սահմաններում չգիտի դրա մասին, գիտի դա բանա, Աստծուն վրա, Աստված սենց վերևից իջացրել է շնորհի իր վրա, պաշտոն կոչվածը շնորհը, Աստվածատուր, ոչ արայ տգետներ, պետք է ծառայությունը, դու ես մարդու ծառայում ես, բայց ինչ պետք է անես, պետք է հաշիվ տաս, Տանկից առավել կարևորել էր նաև Վեդիի ԿՊԱ-կան այստեղ լրագրողները երբ որ կանգնացնեն ասեն, բա ինչ պիտի անես, դու իմ աշխատողն ես, ես ուզում եմ տեսնեք սրանց աչքերում արտահայտությունը, լրագրողներ ջան, ասեք էլի, սենց պատասխանների դեպքում ասեք, իհարկե պիտի հաշիվ տաս, որովհետև ես եմ քեզ վճարում, այ բանվոր, այ ծառայող, դու իմ ծառայողն ես, ես քեզ վճարում եմ ու պիտի դու հիմա ինձ հաշիվ տաս, ինչու դու հիմա աշխատանքի չես, հասկացա՞ր հիմա, դու ում պիտի հաշիվ տաս, ոչ թե Փաշինյան Նիկոլին, ինքն էլ է իմ ծառայողը, խառնել եք իրար, ոնց որ ամեն ինչ, ընկեր լրագրողներ, բերեք, թարազուի բերեք, կներեք բառից համար, բերեք կանգնացեք շողուլի, այդ բառի համար էլ կներեք, դուք կարող եք պարզ սևերով, քաղաքապետը կեսօրից Գարիկ Սարգսյանն արդեն տեղում էր, ինչու է աշխատանքային ժամերին լքել համայնքապետարանը, լրագրողների հարցերին ըստ էության չպատասխանեց։ Կրակածիլ Գարիկը արդեն մոռացել էինք ով էր, բայց մենք ինչ ենք, ու մենք ով հիշում ենք, մենք հիմա էլ գիտենք դու ով ես, որովհետև շորը չի փոխում մարդուն, ակնոցները չի փոխում մարդուն, դա ընդամենը ատրիբուտ է, իսկ ձեր պարագայում ձեզ ոչ մի բան չի կարող փոխվել, մարդ կարող է փոխվել, եթե շատ աշխատի վրա են, դա ինքնազարգացման երկար ճանապարհ է, բայց դա ձեզ չի սպառնում, դուք գիտեք, որ ակնոցը դրեցիք նոր բաճկոն հասակ, դուք առաջվա փնթի, ասենք կրակազիլ Գարիկը չեք, դուք աղբն եք, այնքան, որ դուք նույնիսկ չեք հասկացել, որ դուք ես լրագրողի աշխատողն եք, Իմ բանու գործը թողաշի, դուք հանգիստ եղեք։ Մենք ձեզ վճարում ենք ինչի համար, դուք պետության հաշվին եք։ Դուք չեք ինձ վճարում։ Հարկատուները չեն վճարում։ Իմ համայնքի բնակիչն է իր մուծած հարկերից, ես աշխատավարձ եմ ստանում։ Դուք չեք ինձ վճարում։ Նման պատվիրակում չէր կարող անել համայնքը եւ ինքն էլ նման լիազորություններ չունի համայնքը այդ ոլորտում ներկայացնել։ կեսը լրագրողը, կեսը, լրագրողներ ջան, այ այսենց բոլորի պորտատեղադրում պետք է արի, պորտատեղադրում, այդ ժամանակ կարելի էր հարցնել, իսկ համայնքը քեզ տվել է, ուղեգիրը, որ դու եկել ես այսօր, քեզ համայնքը, եթե համայնքը իհարկե քեզ ձեր անտավել, տվել է քեզ ձեն որոշակի գործառույթների համար, այ ծառայող, համայնքը քեզ չի կարող ձայն տալ, համայնքից դուրս գործողություններ իրականացնելու համար, հասկացա՞ր, այնպես որ մարդը մոլորության մեջ է, մարդը անգամ իր նվազագույն պարտականությունները չգիտի, իր լիազորությունների շրջանակները չգիտի, ու ոչ մի զարմանալի բան չկա։ Մայրաթորի դեմ հավաքին աշխատանքային ժամերին մասնակցելու անթույլատրելիության մասին երեկ ակնարկել էր տարածքային կառավարման նախարար Դավիթ Խուդատյանը։ Ժամը այնպեսին է, որ աշխատանքային ժամը Արդյոք ԿՊԱ-կաների հարցը կքննարկեն կուսակցությունում, պարզ չէ։ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագրում նաև օրեր առաջ էթիկայի կանոնագիրք են ընդունել։ Քաղաքական կուլտուրայի զարգացման գործում իրենց պատասխանատվությունն են ամրագրել։ Դե հիմա կանոնագիրքը պետք է ընդունեն, որ ասեն, ըստ կանոնադրքի արդեն մենք պետք է ենթարկվենք օրենքի։ Սա կանոնագիրք են ընդունում, որ ենթարկվեն օրենքի։ Բայց տգիտության սահմանները սանձնոց անլիմիտ է, այսինքն նույնիսկ կարելի է ենթադրել, որ տիեզերքը սահմաններ ունի, բայց ԿՊԱ-կանի տգիտության սահմաններին ոնց որ թե եզրեր չեն կարող լինել, ակնհայտ։ Ես ուզում եմ ձեր մի հատ հիշողությունը թարմացնեմ, նայեք այս տեսարանը։ Դա 14 թիվը, սա Սերժի ժամանակներն է, հերթական քաղաքացիական բախումներն է կոպիտ ասած։ Հիմա սա բանն է, մայրաթորն է, նույն մարդիկ, նույն ձև, այս անգամ ուղղակի ուրիշ ձև են պահում, բայց համակարգը նույնն է,
Լևոնից եկած Ռոբերտի կատարելագործած Սերժի էլ ավելի այս բանը այս բերետավորներին ստեղծել է Սերժը դե եթե Սերժը ստեղծել է իսկ ինչի չի կարող լինել բերետավորները տարբեր գույնի բերետավորներ մի հատ էլ գվարդիա կողքից հա դե ամեն մի բռնակալ կատարելագործում է իր ձեռքի գործիքը բութ գործիքը հա բութ եւ ստոր գործիքը որտեղ պատահական չի որ այս բաժանումները կոչվում են ստորաբաժանում հայտնեք սա Մայրաթորի կողմից տիրադավ հռչակված սրբազանների անվտանգությունն ու ուղեկցումն իրականացվում է ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման աշխատակիցների եւ քրեական ոստիկանության օպերատիվ ծառայության կողմից։ Խոսքս ենթադրությունների մասին չէ, նրանց մի մասի դեմ Ես գիտեք սենց ում են տանում Անուշիկին հա Անուշավանին Տեր Անուշավանին որի հացական անունը Անուշիկ է Այս ամբողջ ածը կներեք պետք է ասեմ սովորական մի հատ շարքային պիդերի սենց ճանապարհապացու որ բերի կարգի կաթողիկոսի պաշտոնին ես դեմ չեմ սրանց բայց ոչ կաթողիկոսի պաշտոնին թող գնան իրենց համար իրենց չգիտեմ գործով զբաղվեն ես կյանքում իրենց չեմ էլ նկատել հիմա էլ չեմ նկատում վխտում են կողքերս լիքն է իրանք ես երբեք հետաքրքիր չեն եղել բայց ոչ կաթողիկոսի պաշտոնում հա դու չես կարա ինձ բան բացատրես դու չես կարա հոգեվոր դասեր տաս դու արդեն դրանից դուրս ես կանգնած բայց դա չի կարևորը որ հորի դիմաց ԱԱՑ-ն նույնիսկ պատրաստա ծառայելու դրան պատրաստա իր համար ծառայելու բայց գնանք առաջ Քերնին անձամբ հայտնի են, իսկ ներկայացվող պնդումները հիմնված են կոնկրետ փաստերի վրա։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է Նավասարդ Կճոյանը հրահանգ տալիս քաղաքացիական Կճոյանը, որ ընդամենը 2 օրից առաջ հետապնդվում էր անօրինական գույք ձեռք բերելու եւ ֆինանսական մախինացիաների մեջ ներգրաված լինելու համար, այսօր ինքը հրահանգներ է տալի ԱԱՑ աշխատողներին։ Բա տենց է։ Տենց է, եթե դու հոգիդ ամեն ինչ վաճառում ես, դու պրոբլեմ չունես։ Վատը գիտեք որ նա այս ամեն ինչի ամենավատը։ Ասենք որ երիտասարդ սերունդը նայում է ու իր համար ուզում է հասկանա էլի։ Ինքը ոնց տրամադրվի կյանքի նկատմամբ, ոնց դիրքավորվի։ Մնա ազնիվ, թե դառնա հարուստ։ Մի անգամից հարստանալ, որովհետև լինել ազնիվ եւ հարստանալ Հայաստանի պայմաններում դա ես չգիտեմ որքանով հնարավոր։ Ես չեմ ասում անհնարին է, բայց ես անկեղծ ես չգիտեմ որքանով դա հնարավոր։ Որոշ բացառություններ դնում եմ մի կողմ։ Բայց բոլորս վստահ կարող ենք ասել, եթե դու պատրաստ ես լինես ների հետևորդ եւ նրա ստորագույն հրամանները կատարես, ճանապարհները քո համար բաց են սիրելիս, այսպես բաց ուր ես ուզում հասնես միջև հանցագործից միջև ԱԱՑ-ի հրաման տվող քո համար ճանապարհը բաց է եթե դու համաձայնվում ես համագործակցել եւ դառնալ ների հետևորդ իրականացնել ների ծրագրերը ընդ որում այդ ները այսօր Փաշինյան Նիկոլն է ընդամենը 10 տարի առաջ այդ ները Սերժիկ Սարգսյանն էր դրանից առաջ գիտեք Ռոբերտ Քոչարյանն էր դրանից առաջ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ իրենք համակարգը հենց այդպես են կառուցել որ դու ով հասարակ երիտասարդ դու այլ ճաշ չունես լավ ապրելու քան դառնաս այդ համակարգի մի մասը Գուստով մի տղամարդու, որն իր հերթին շղթակազմած անձանց հրահանգում է շարժվել, ճանապարհ բացել։ Շարժվում է։ Բացեք միջանքը, շարժվում։ Սիրել ենք հաջություն։ Այդ տղամարդը ալֆա հակահաբեկչական ջոկատից է եւ հանդիսանում է այն ԱԱՑ-ականներից մեկը, որոնք Միքայել Սրբազանի հետևից եկել էին Բեհարան։ Տեսանյութի երկրորդ նույն դեմքը, նույն քայլվածքը, նույն հայացքը, ամեն ինչ նույնն է, ճիշտ է։ Ի վերջո, Հայաստանում ԱԱՑ-ական լինելը ոչ մի գաղտնիք իր մեջ չի պարունակում։
այդ սովետական միության մեջ էր այդ ժամանակներն էր, որ ամուսինները նույնիսկ կինը կարող է չիմանալ, որ ասենք ամուսինը հացայականը չէր կարող իմանալ, շատ հազվադեպ դեպքերում այն գիտեին։ Ես կեսօր քարևաններն էլ գիտեն, բոլորն էլ գիտեն, գիտեք ինչ, գլուխ գովելու թեմա է, հարցեր լուծելու թեմա է, դա որտեղ դա ԱԱՑ չի, դա ինչ որ սուպեր ազդեցիկ բան է, ուժային կառույց է, որ հարցեր է լուծում, բիզնես հարցեր է լուծում, ոչ թե անվտանգության հետ կապված, որ իր մասին ոչ մեկ պիտի չիմանա, ոչ, որովհետև վստահ եղեք, ես նույն մարդը իր դեմքով այսօր չէր սպասարկի կճոյանին, հա, ինքը չէր սպասարկի, որտեղ ինքը իր դեմքը, սանց դեմքը իրավունք չունի ոչ մի տեղ երևալ, չի ուղղակի չունի, հասկանում եք, չունի, իրան չպիտի իմանան ինքը ով է, որովհետև հատուկ ծառայությունների համար ինքը արդեն կարգին թեմա է, կարգին թիրախ է, նայեք, նույն հայացքը, նույն ունքերը, նույն հասակը, կարգին թեմա է ինքը, իրական ԱԱՑ աշխատողի մասին դա պետք է չիմանայի, բայց Հայաստանում քանի որ ԱԱՑ չկա, ծառայություն չկա, իրենք մաքսիմում կարողանան ճանապարհ բացող աշխատել, ասենք գեյերի համար, որովհետև ասենք տես Փաշինյան Նիկոլին է պետք, բայց գնանք առաջ, ասենք ինչ ասում։ Ժեստերը, մարմնի շարժումները եւ աչքերի կառուցվածքը որևէ կասկած չեն թողնում խոսքը նույն մարդու մասին է։ Եվ այստեղ առաջանում է առանցքային հարցը. ինչ իրավական ընթացակարգով են ուժային կառույցների ծառայողները լիազորվել ապահովել հոգևորականների անվտանգությունը։ Այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ դեռևս 2018 թվականին ամենայն հայոց կաթողիկոսը զրկվել է պետական անվտանգության ծառայությունից։ Եթե կա գրավոր որոշում, հրապարակեք, եթե կա բանավոր հրահանգ, ներկայացրեք դրա իրավական հիմքը։ Իսկ եթե չկա ոչ մեկը, ոչ մյուսը, ապա հանրությունը պարտավոր է իմանալ ով, ինչու եւ ինչ իրավունքի ուժով է օգտագործում պետական ռեսուրսը ընտրովի հոգևորականների համար։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։ Խնդրեմ։ Շատ օբյեկտիվ հարց է։ Եթե ԱԱՑ-ական չէ, բա ով է։ Եվ ինչ իրավունքով են դրանք այս ամեն ինչը անում։ Ով է։ Դատախազություն է հարցը պետքա տա։ Երեկել, հիշում եք, չէ, ոստիկանապետն ասում, ես բան չեմ տեսել, սերը պետք է պարզեմ, գնա պարզի դե։ Վաղը հայտարարություններ տեսնենք, հա, թացրանք ովքեր են, ում են ծառայում, ոչ ծառայությունից են, ում հրահանգով են գնացել ընդեղ, ինչի են գնացել ընդեղ, ինչ կապ ունեն իրանք այս մինչ, սենց ասեմ, մինչ եկեղեցական հարաբերությունների պարզաբանումների մեջ։ Դուք չեք ասել, չեք կարող ասել, իրենք հասարակ քաղաքացի են։ Չի աշխատի այստեղ։ Դուք պետք է ասեք նաև այս հասարակ քաղաքացու անունազգանուն, զբաղմունք, ծննդան թիվ, ծննդան վայր, սա պետք է ասեք։ Ինչ ժամանակ տեսնենք։ Ձեր դրամանով են եկել թե ոչ։ Իսկ Հայաստանում եղբայր ոչ մեկ չի կարողանում սենց, եթե ինքը համակարգի աշխատող չի հրամաններ տալ։ Ոչ մի աջակիցներ, սենց սպանտաննի, հա, սենց իշխնաբուխ աջակիցներ չեն գալի, իրանց մեկին չեն ընտրում այդտեղ ասիչ ու ղեկավար, որ ինքն էլ հրահանգներ տա, ճանապարհ բացեն թե չէ։ Այդ ապուշ հեքիաթները կպատմենք ձեր ապուշ հետևորդներին, որոնք իրավունք ունեն պետք լսելու, դաժե արժանի են այդպես բաներ լսելու, բայց մեծ չէ։ Իմջալոց ես ուզում եմ ձեզ ասեմ, որ ես եւ Telegram կանալում, եւ Telegram-ում, եւ Instagram-ում կամ արդեն 2-3 շաբաթը եւ TikTok-ում կարող եք հետևել այնտեղ։ Որտեղ ես փոքրիկ 27-եր ով ամեջ եթե հասցնում եմ, կտրվում եմ եւ տեղադրում եմ։ Կարող եք ընդդեմ շփվել, YouTube-ում դժվար է։ Եվ այսպես մի քանի օր առաջ Civilnet-ը դիմել էր ԱԱՑ-ին, որպեսզի պարզաբանում ներկայացնին Եզրաս Ներսիսյանի գործական լինելու եւ չլինելու հանգամանքով։ Ասենք նա գործական է եւ ոչ։ Բայց Civilnet-ը մերժվել էր, պատճառաբանելով պետական եւ անձնական գաղտնիքով։ Դա պետական եւ անձնական գաղտնիք է, դա չի կարող պարզաբանվել։
Բայց նույն ԱԱՑ-ը դեկտեմբերի մի քանի շաբաթ հետո ինչ որ Civic-ի համար Նիկոլ Փաշինյանի Civic M-ի պարզաբանում է տալի մոտավորապես այս կոնտեքստի։ Նայ։ Այս մի հատ թուղթ է տալիս։ Բայ չէ գործակալ է, դե գրած է գործակալ։ Ունդեղը պեչատը մտնա գարտնազերծված։ Պեչատը տալ։ Ես ու նայեցի ես փաստաթղթին։ Մի բան աչքիս ընկավ, ուսա երկու շերտով, երկու layer, հա, երկու շերտով գրված փաստաթուղթ է։ Նայում, ասում եմ, բայց ինչի է երկու շերտով գրված։ Եվ ստեղ որտեղ է գրված, ոնց որ բանն էր գրե, դուք հիշեցեք, Արարատ Միրզոյանը, որին ինքնական համաձայնվում է դառնա ԱԱՑ-ը գործակալ, իրանք փաստաթուղթ են տալի, փաստաթուղթ, գործակալների մասը փաստաթուղթ չեն տալիս։ Դուք ինձ ցույց տվեք այն թուղթը, որտեղ եզրասը պարտավորագիր է գրել կամ համաձայնագիր, որ ինքը պարտավորվում է, համաձայնվում է դառնա ինֆորմատոր։ Գործակալը ինֆորմատորն է։ Հա, գործակալն է։ Ոչ թե աշխատողը, KGB-ի աշխատող, ոնց որ քեշկույկով բանով աշխատող։ Գործակալ։ Ցույց տվեք, որ եզրասը գրել է իր ձեռքով, որ ինքը գործակալ է։ Որովհետև այն նույն ձևով իսկ կարող եմ ասել Ստյոպիկն էլ է գործակալ։ Այո։ Տորեկը վերցես սարքելու։ Նույն ձև։ Ճանաչում եք Ստյոպիկ Սաֆարյանի։ Նույն ձև, ասեն կարող է sense բանել տալ, հանգիստ բառը։ Կամ այսօր այդ տղեկը չեն նայել մասնագետները։ Նույն ձև մեկը մեկին կեղծած է։ Ով կարող ասի, որ սա փաստաթուղթ չի։ Հենա կնիկն էլ անդե գարտնազերծված, աննասկանուն էլ է, նկարն էլ վրեն, այնտեղ նկար չկար, չէ՞։ Ստու նկարն էլ կա։ Հասկանում եք ինչ եք դառը դուք։ Դուքյան։ Ածան դառել է, ինչ ասեմ։ Եվ ժամանակին թաղայիներ ավելի լուրջ ու կանոնակարգված էին աշխատում, լուրջ էին վերաբերվում իրենց աշխատանքին։ Հա, իրենց ասենք բացատրություններն էլ ավելի լուրջ, իրենց փաստաթղթավորումներն էլ ավելի լուրջ, իրենց տված արդյունքներն էլ ավելի լուրջ, քան այսօրվա ԱԱՑ-ն, չկա ԱԱՑ-ը։ Սա դարձել է գերին ուղեկցող կառույց, որ ինչ անեն, գան մտնեն եկեղեցի։ Դուք հասկանում եք ուր է հասել, չի հասել, ուր է ընկել այդ ծառայության որակն ու կարգավիճակը։ Խնդրեմ, մենա, Ստյոպիկ Սաֆարյանն էլ է գործակալ։ Եվ ի վերջո, եթե գործակալ լինելը դες վատ բան է, բա Արարատը ո՞նց է արտգործնախարար։ Մենք բոլորս տեսել ենք իր գրած պարտավորագիրը, ինքն էլ չի հերքում, ինքն էլ հաստատել է, որ դա իրանն է։ Հա, ո՞նց է արտգործնախարար։ Եվ մյուս հարցը, որ ասում են իր բանը, իր գործակալ լինելը վտանգ է պետականության համար, որտեղ նա ծառայում է ուրիշ երկրի։ Ասկեն մի վարքյան։ Եթե ինքը ԱԱՑ գործակալ է, ուրեմն ձեզ է ծառայում։ Ինքը ո՞նց կարող է վտանգավոր լինի ձեր համար։ Փաստորեն ձեր բոլոր գործակալները վտանգ են ներկայացնում ձեզ համար։ Բայց եթե վտանգ է, եթե դուք դա գիտեք, ինչի՞ չեք ձերբակալել։ Կամ եթե ձեզ գործակալն է, ո՞նց կարող ինքը վտանգ լինի։ Մի խոսքով ԱԱՑ-ը, դուք մեծ Նիկոլի մեջ եք այսպես։ Մեծ։ Տեսնենք այս մասին, մենք լսենք մասնագետի ամեն դեպքում, լսենք ինքը ինչ է ասում է։ Այս մասին հարցրել են Նիկոլի նախկին ԱԱՑ-պետ, հեսա իր ազգանունն ասեմ այստեղ։ Միքայել Համբարձումյանը։ Հիմա տեսնենք, սկզբից գամ տեսնենք ինչ է ասում։ Ինքն էլ ապշած։ Հա? Իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատկանող լրատվամիջոցը Civic-ը այսօր ԱԱՑ-ից ստացած փաստաթուղթ է հրապարակել պնդելով, որ ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Եզրասը 80-ական թվականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։
հայերեն լրացված փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնաձեռնվել է 2001-ին։ Ու 2001-ին գաղտնաձեռնված փաստաթուղթը փաստորեն անցել է 24 տարի, 24 տարի այդ մարդը գործակալ է ու ոչ մի բան։ Ոչ մի բան։ Բայց այսօր վտանգ է ներկայացնում։ Բայց գնանք առաջ։ Թե ինչու հենց հիմա է հրապարակվում այդ փաստաթուղթը հստակ չէ, առավելևս որ շաբաթներ առաջ մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում Ազատությունը, դիմել են իրավապահներին, խնդրելով պարզաբանել ինչ հիմքով է վարչապետ Փաշինյանը գործակալ լինելու մեղադրանքներ հնչեցնում հոգևորականների հասցեն։ Հա? Ազգային անվտանգության ծառայությունից Civic AM-ին փաստեր ներկայացնել տրամադրելու փոխանցել են նաև, որ Եզրասաց arczepiskopos-ը ներկայումս եւս կապեր է պահպանում օտար երկրի պետությունների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ, ինչը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի անվտանգության եւ շահերին։ Ուստի ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ նշված սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Թե ինչ միջոցներ չի նշվում։ Դուք հասկանում եք, այս կարգի տողեր կարող է տպավորություն տողի իրոք։ Թե զարգացած անգրագետ Նիկոլի հետևողների վրա։ Բայց նրանց պետք չի ոչ մի բան համոզել, հասկանում եք, նրանք սենց պատրաստ են ամեն ինչի մերակ, եթե նա Նիկոլն է։ Կաթողիկոսի վերաբերյալ ում հրաժարականի պահանջով վարչապետը արշավ է սկսել արդեն մի քանի ամիս է ահացան, որևէ տվյալ չի հայտնել։ Ախպեր ինչ կապ ունի, դու կաթողիկոսին ես, ասում գործակալ։ Իրա մասին ցույց տու ինչ-որ մի բան։ Մի խոսքով նման փաստացի հրապարակումը վտանգավոր է համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը Նիկոլ Փաշինյանի օրոք զբաղեցած Միքայել Համբարձումյանը։ Ինքը պարզ ասում է, եթե ԱԱԾ-ն հաստատել է եւ այսպես ասած գաղտնաձեռնված այդ տեղեկատվությունը տրամադրել է լրատվական միջոցին, դա իմ համար, չգիտեմ, ասում եմ, բացառիկ նախադեպը չունեցող դեպք է։ Իմ համար անհասկանալի է, ես չեմ կարողանում, պարզապես չեմ հասկանում իրավական ինչ հիմքով է դա գաղտնացել։ Եվ այսպես ասած ագենտուրային վերաբերող փաստաթուղթը ոնց կա դա բացահայտվի։ Ագենտուրայի փաստաթուղթերը, ժողովուրդ, նույնիսկ կոլեգաները չգիտեն, որ ասենք այս մեկը սրակ բանն է, ագենտն է։ Եթե մեկը վերբովկա է անում մեկին, դրա մասին նույնիսկ կարող է շեֆը չիմանա այդ ագենտի անուն ազգանունը։ Նույնիսկ շեֆը սրանց փաստորեն բան ասեց։ Գրադարանա։ Դա մալ կադրավիկ ԱԱԾ-ականը։ Չի կարողանում հասկանալ, դա ոնց է հնարավոր։ Դա հնարավոր չի։ Ես չեմ կարողանում հիշել, մտաբերել, որ նախկինում այդպիսի դեպք տեղի ունեցած լինի։ Իհարկե։ Ես չեմ էլ կարող ասել անկեղծորեն, չեմ ուզում, չգիտեմ թե ինչ իրավական կարգավորումների հիմա է գաղտնաձեռնումը կատարվել։ Ոնց։ Իհարկե այստեղ մեծ վերապահում պետք է անենք այն իմաստով, որ փաստաթղթից էլ այդպես չես կարողանում հասկանալ այդ փաստաթուղթը արդյոք վկայում է, որ այդ անձը համագործակցել է հատուկ ծառայությունների հետ, թե ոչ, որովհետև ես չտեսա այնտեղ Եզրաս Սրբազանի, եթե իհարկե փաստաթուղթը ճիշտ է, ստորագրությունը կամ որևէ այլ փաստաթուղթ վկայող տվյալ։ Այդ փաստը վկայող որևէ տվյալ չկա, ասել է։ Ստոպիկ Սաֆարանն էլ է։ Այգե, ըստ այդ թվի։ Հասկանում եք ինչ են անում, սրանց թվում է բանա, ինչ ասեմ, շորբուլախում են գտնվում են, շորբուլախ։ Իրաց մոտ քաղաքացիական պայմանագրի հետ Civic AM բան, շորբուլախա մնացած ամբողջ աշխարհը կարդացողները, այդ խմբակից դուրս գտնվողները, ասենք, բույսի ինտելեկտ ունեն, էլ իրաց մոտ հարցեր չի առաջանում։ Ես էլ ասեմ, հարց համան մեկ։ Էսի համագործակցողը ագենտա թե չէ, ես չգիտեմ, իր ստորագրությունն ու համագործակցության մասին նամակը չկար, բայց Արադ Միրզոյանը հաստատ ծեր ագենտ, հաստատ նույն KGB-ի ագենտն է, հարց ոնց է ինքը նախարար աշխատում։ Եզրասը
Եկեղեցու աշխատող են Մոսկվայում, նա պետական հարցեր չի լուծում, պետական գաղտնի կրող չի, բանակցություններ չի վարում։ Եթե նա կարողանում է, չգիտեմ, եկեղեցու հետ կապված ինֆորմացիա փոխանցի, գնացեք ձերբակալեք, ասեք, եկեղեցու հետ կապված ինֆորմացիան չի կարելի փոխանցել, դու վտանգավոր ես։ Օտար հատուկ ծառայություններին, պատկերացնում եք։ Եվ ի վերջո, դուք կռիվ եք տալիս կաթողիկոսի դեմ։ Չուս տվեք, որ կաթողիկոսը ագենտ է։ Դուք ասել եք, չէ, դուք բեզաճոտ խոսացող եք։ Ձեր նմաններին բակերում ասում են դուք ինչի տղա եք։ Բառացիորեն հայեր են, տարար ասում են դուք ինչի տղա եք, որտեղ դուք ասում եք մի բան, որ դուք չեք կարողանում ապացուցեք։ Ատենց գադեքի արև չեն տալի, դրանք չեն կարող ապրել նորմալ, աշխատել, գնալ դպրոց գալ, որովհետև նրանք պրծում էին, փչացնում էին միջավայր, ասենք, ասում էին բաներ, որոնք չէր կարող ապացուցել։ Նրանք խառնակիչ էին, նրանք բամբասող էին, նրանք նրա մասին խոսացող էին, նրանք մուտիլովշիկ էին, էլի դրանց հայերեն մոտիլովշիկ էին ասում, հայերեն մուտիլովշիկ։ Եվ ասում են դրանք ինչի տղեկ են, ու ըստ դրա էլ ապրում են այդ ինչի տղեկը։ Նիկոլ Փաշինյանը իր թերթով, իր խմբակցությունով, իր ամբողջով հենց այդ կարգի այդ բոլակի գյադեք է։ Այս էլ հերթական ապացույցը։ Մենք ոչ մեկը սրանից չենք բերաներից քաշել ասել, ասա, որ հետո չկարողանա ապացուցի։ Հիմա տեսնենք ովքեր են սրա աջակիցները։ Գիտեք ով է։ Վայոց ձորի թեմի առաջնորդն է Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը։ Ասում հումոր արած էլի, որին չի պատկանում Եղեգնաձորում գտնվող նախկին գիտելիք համալսարանի շենքը։ Հասկանու՞մ եք։ Թեմի առաջնորդն համալսարանի շենքը իրանն է։ Ասոկ Աբրահամյանին է պատկանում գիտելիք համալսարանին կից գործող սրճարանը, որը տեղի բնակչության շրջանում հայտնի է որպես Սրբազանի կաֆե։ Այն շպիոնոնիկն է, էլի անեկդոտը գիտեք, չէ՞։ Որ շպիոն են գործակալ են ներդնում Գյումրիում, հա, ու մոտավորապես ապրելու տեղը ասում են դա բանը եկեղեցու դիմացն է։ Եվ տարիներ անց մի հատ ամերիկացի գալիս է, որ հատուկ գախնի հանդիպի իրանց ագենտի հետ, մոտենում է մեկին, ասում է ոնց գնամ դեպի եկեղեցին, ասում է շպիոնոնիկ ես տունը գիտես, այս դիմացն է, ոչ մեկ չգիտի, բայց տեղի բնակիչները այդ կաֆեին ասում են Սրբազանի կաֆե, ասոք Աբրահամ Սրբազանին է պատկանում Նորաբանքի խաշմենուկի վրա գտնվող Արփա Պարնաս ռեստորանային համալիրը, երևի գիտեք հենց այդ բան գետի վրա դեպի Նորաբանք տանող ճանապարհը, ասում են դել է իրանը, դուք սրանց նայեք։ Ասոք Աբրահամին են պատկանում Եղեգիս համայնքում գործող 2 հիդրոէլեկտրակայան, 2, սա փաստորեն, այս պիղծը, չացնելով բնությունը, մեզ զրկելով մեր բնական իրավունքով ստացած հայրենիքի գետերից, այդ գետերը մցրել է խողովակների մեջ, չորացնելով բնությունը, զրկելով մեզ գետից, չէ՞ որ գետը ինչ է, գետը նաև սնում է իր ջրերով եւ ոչ միայն բնությունը, այլ ձկնատեսակները, այդ հողը խոնավություն է ստանում, աղբյուրներն են սնվում, այս տականքը նույնիսկ մեզ զրկել է 2 տեղով, որ այդ գետից ինքը փող ստանա, վերացի դա եկի, հասկացաք սա ով է։ Բայց այս ատես չնել ոնց կլներ Նիկոլին աջակից։ Ասոք Աբրահամ Սրբազանին է պատկանում Եղեգիս ձորում գտնվող Լույսի տուր հյուրանոցային համալիրը, տեսա, լրիվ օլիգարխ է։ Ուրեմն 2 հատ հետ հյուրանոցային համալիր, ռեստորան, բանի վրա, Արփայի վրա, համալսարանի շենք, կից կաֆե, ու սա բանը։ Ամբից անաղարտ, եկելա մաքրի եկեղեցին։ Ոչ չասես արա, ոնց չաջակցես այս սուրբ մարդուն։ Իմջանոց նույնիսկ նկատեցիք, սրանց վզի խաչ չկա։ Սա խաչով հանդես չեն գալիս։ Տակից էլ չկա։ Վստահ եղեք։
Ները որովհետև խրտնում է խաչից, իրենք դրամա չեն գնում։ Հիմա անդրադառնանք սրան։ Հասնենք մյուսին։ Փաստորեն Ադրբեջանից բերվող բենզինը բերումա ոչ պակաս, ոչ ավելի ոչ պակաս, ես ասում եմ, ով պետք է բերի, կամ գրզոն պետք է բերի, կամ լֆիկը պետք է բերի, կամ Արամ Սարգսյանը պետք է բերի, ովքեր են մերձավոր գիշատիչները, կամ ասենք Արսենյան Գուգոն, ով պետք է բերի ուրիշ։ Պարզվեց, որ հենց գրզոն են բերում։ Ովքեր են մեզ քարոզում, մենակ սահմանները բացեք, તો հերներ անիծած մեր հետ ինչ կլինի, փող, աղբեր, փող։ Հիմա փաստորեն կարող ենք հայտարարել, որ հայկական փողերով Հայաստանի օգնությամբ Ադրբեջանի բանակը զինողը Փաշինյան Նիկոլի քավորությամբ դա հենց գրզոնը։ Նույնիսկ կգնամ ով է գրզոն։ Գրզոն հայկական փողերով, բոլորի փողերով, ովքեր սանից բենզին կառնեն, իսկ ես վստահ եմ, որ կառնեն, որովհետև դրանք չեն մտածում իրանք ինչ են անում, էլի մտածում են բենզին են լցնում, դուք բենզին չեք լցնում, դուք լցնում եք Ադրբեջանի այն մեքենայի բակը, որը կրակելու է մեր վրա։ Ամեն գրզոյի բենզին լցնող ինքը լիցքավորում է ադրբեջանական բանակի տանկի մեքենա, տանկի բակն է լիցքավորում, սենց ասեմ։ Այս ամեն ինչը կատարում է Նիկոլի քավորությամբ, ով գրզոն։ Գրզոն կարա հայտարարվի ու պարտավոր համարվի Հայաստանի թիվ 1 թշնամիների շարքում, որովհետև մենք ինչ էինք անում, ոնց հնարավոր է կասեցնել, մտածում էինք, որ ադրբեջանական նավթը ուղղակի չվաճառվի Եվրոպայում, մասնավորապես ոնց է դա բանը կդրվի, հա, դա եկամտի աղբյուրը, իսկ գրզոն ասում է, չէ, Ադրբեջանի աղբյուրը ոչ պիտի չկտրվի եկամտի, այլ պիտի ավելանա, ոչինչ, թող իմ եկամուտը ավելանա, ոչինչ որ Ադրբեջանին էլ կավելանա, ոչինչ էլ որ փողերով զենք կգնեն ու ի վրա կկրակեն, ինք իր գլուխը բրոնի է, երևի տիտանից է, իր գլուխը չի ծակելու ոչ մի արկ, հա, ինքը վստահ է իր վրա, կամ որ այդ հրթիռն եկավ իրան չի կպտելու, այսինքն մնացածի հերն էլ անիծած, թքած ու մեծ ինչա լինելու, ինքն է ու իր փողերը։ Իսկ հիմա նայենք այս նույն զույգի մասին ինչ են գրում արտասահմանյան թերթերում։ Եվ այսպես ամերիկյան հետախուզները եւս մեկ անգամ բացահայտ ցույց են տալի, որ Փաշինյան գրզոն կոռուպցիան այդ բանը դուետը ինքը մաննավաճառների եւ թմրանյութերի տրաֆիկինգով զբաղված։ Ինքը թմրանյութերի տարածման եւ մարդկանց տրաֆիկինգով է զբաղված։ Ես ես պետք է հիշեցնեմ, որ ես մի հատ բան հարցում եմ եղել նաև ալեննել մեջտեր մանկական տրաֆիկինգի հետ կապված։ Սա արդեն երկրորդ հաղորդումն է։ Ես չեմ կարծում, որ սա պատահականություն է։ Ես չեմ կարծում, որ սա ստակի հիմք չկա։ Նույնիսկ եթե սրա տակ հիմք չկա, այն ինչ որ իմանում են Հայաստանում, սա որ հիմք է, այսինքն այս մարդիկ փող աշխատելու համար, մեկը Արցախն է ծախում, մեկը հայերին է տանում սպանի, ես էլ ադրբեջանական նավթն է բերել վաճառի, որ այդ փողով ստացած զենքով կրակեն մեր վրա։ Այս մարդիկ չեն կարա մարդկանց տրաֆիկինգով զբաղվել, դա արդեն ամոթ է իրանց համար դա անհնարին է։ Ես չեմ հավատում դրան։ Նույնիսկ եթե ամեն ինչը սուտ է, իրանք մնում են հանցագործ։ Որովհետև ոչ մեկ չի կարող ինձ բանանել, համոզել, որ Հայաստանում մեջ ահավոր այդ շրջանառության մասշտաբները նարկոտիկի չեն վերահսկվում իշխանության կողմից կամ իշխանությանը կից օլիգարխների կողմից բացառվում է նման բան լինի, բացառվում է աշխարհի ոչ մի տեղում այդպես բան չկա, որ նարկո կարտելները, որոնք ապահով աշխատեն տարածքում, իշխանությունները դրանց հետ կապ չունենան։ Եթե կապ չունենան, մեկ վայրկյան է դան կրել։ Մեկ վայրկյան է ես կազմում են ու վերջ։ Մի մասին լսում են բանտերը, մի մասին սպանում են, մնացածներ վեր են ընկնում տեղը։ Իսկ Հայաստանում դες բանը տեղի չունեն, ոչ մեկին չեն սպանել, ոչ մեկին բան չեն
նետել 17 տարեկան աղջիկներն են նարկոտիկ տարածելուց այն քանակությունն է մոտն է լինում որ շշմում են դպրոցական երեխուն են պարտադրում 5-րդ դասանի որ նա ընդունի այդ նարկոտիկը ընտելանա կախվածության մեջ լինի այդ աստիճանի է ու մեկ ուզում է կասկածի այս ինֆորմացիայի ճշմարտության վրա որ հենց սրանց ձեռքով է կազմակերպվում դա ոչ այս նույն բանն էր կարծեմ այս նույն ֆորին պոլիսին էր գրել որ նաև սրանք մանկական նույն սեքս տրաֆիկով են զբաղվում Ալեն Սիմոնյանն էլ մեջն է ու սրանք ապահովում են իշխանական բաները միջոցառումները պրոստիտուտկեքով եւ տղաներով եւ աղջիկներով սա նույն բանները սովետական միության ժամանակ սա ոչ մի նոր բան չկա սովետական միության ժամանակ այդ բանը ցեկայի բոլոր բանկետները ապահովել են նույն պրոստիտուտկեքը դերասաններ, բալերինաներ, երգչուհիներ, լավագույն գեղեցկուհիներն են ապահովել KGB-ն հատուկ բաժին ուներ դրանց համար այս ամեն ինչում ոչ մի նոր բան չկա եղել է միշտ այսօր ես վարկյան անգամ չեմ կասկածում այս ինֆորմացիայի ճշմարտության վրա որովհետև այն ինչ որ անում ասում մենք տեսնում ենք չէ՞ նարկոտիկների անօրինական շրջանառությունը սարսափելի մասշտաբները ասում ես 17 տարեկան հայ աղջիկ 2 հոգի բռնում են դրա վրա 5-րդ դասանում մղճանում դատեցին այդ մղճանի դպրոցի տնօրեններ լրագրողներ խնդրում են բան արեք էլի հետաքրքրվեք դատեցին այդ լակոտների ծնողներին որ նարկոտիկ էին պարտադրել երեխին հանեցին վռնդեցին այդ դպրոցի բան դասատուին տնօրենին հա ինչ մի բան արեցին Մենք լրագրողական հետաքննություն կազմակերպեք, ինչ շատ հետաքրքիր է։ Դե sense լղոզեցին դե լավ այ քեզի բան պատդում է 5-րդ դասան երեխան անգելա կախվածության մեջ, հա ինչա որ վաղը ձեր տներն ա մտնելու, ես նույնց եմ ասում։ Վերջում ես դա պաստերով եմ ասելու, դա բան եմ ասում։ Դիմացեք միջև վերջ։ Հիմա գնանք առաջ։ Տեսնենք ելով ասա կողքը կանգնած։ Ադրբեջանն էլ ասում է պարս Պարոնայք, այդ ճանապարհը մեղրիով, որ սրանք ամեն ինչ անում են որ աշխատի, դա Ադրբեջանի սեփականությունն է։ Հասկացաք սրանք ինչ են ասում, փաստորեն մեղրին արդեն իրենց սեփականությունն է։ Հայերով չեն կարող ասենք դու ստերից իրավունք չունես գնալ գալու, կասեն հոպա, մերն է, մեր տարածքային անվտանգ բանա, անձեռնմխելիության վրա են սան գնում, մեր սեփականության իրավունքի վրա են գնում։ Հա Ադրբեջան, դատարաններ, պատերազմ եւ այլն։ Հասկացեք ինչ անում։ Գրզո Նիկոլ, քաշու կապը, ընդհանրապես սրանք ինչ են անում Հայաստանի հետ։ Տեսնեք հաջորդն ով է։ Փաշինյանը ժողովրդի հաշվին 60 միլիոն դոլարի արտոնություն տվեց Ալեքսանյանին Լֆիկին։ Վերջը։ Այս արտոնությունները տուն, բիզնեսները տուն։ Վերջ։ Լֆիկիներ ինչա պետք փող Արա այս մարդը փողի համար մարդ ասման է մարդիկ սա ինչ չի անի այս մարդու ամբողջ բանը կարիերան է կենսագրությունն է տենց լցված Փաշինյանից լավ տարբերակ կա իր համար մարդն ինձ ասում է փողը տուր ինչ ուզում ես արա ես էլ քեզ կօգնեմ որ դու ինձ ավելի շատ փող տաս Ձեր հաջորդն ով է Իշխանությունը 2 միլիոն դոլարի գրեֆ է անում GTB Holding-ին, որը կապված է Արամ Սարգսյանի ընտանիքի հետ։ Որը նույն ձև ասում, ապետ ասում է։ Կարևորը մենք Թուրքիայի առևտուրան ենք, ինչ կապ ունի նրանք մեր հետ ինչ կանեն։ 2 միլիոն լսենք էսի։ Ինչքան փող ենք մենք զիջում այդ մարդուն։ Ինչի համար եմ ասում, գերի նորույթ չի լինի կամ գաղտնիք չի լինի, որ ասեմ, այդ ձեր ասած ընկերությունը աֆիլիացվում է ԿՊ-ի գործընկեր կուսակցության հետ։ GTB Development ընկերությունը որ կա, մի կոնկրետ առարկայական, ինչքան փող են զիջում։ 2 միլիոն դոլար լավություն են անում, 2 միլիոն դոլարից ավել մի ընկերություն, որը ուղիղ աֆիլիացվում է ԿՊ-ի գործընկեր կառույցի հետ։ Ես հիշեցնեմ, ես վերջերս մի հատ լուրջ հարցազրույց էր տվել տականքը, որ
իր խնդիրը, որ վարչապետ եղավ, վրեժխնդրությունը չէր։ Իր խնդիրը վարչապետի գործը, Վազգեն Սարգսյանի գործը ավարտին հասցնելն էր։ Հասկացաք չէ՞ իր աղբերն ինչ էր մահացել։ Գնողի դե մասնացել էր, մահացել էր, կարևորը Արցախը տանք դիմացը փող առնենք։ Փող առնենք, փող աղբեր։ Կիսած գործը փաստորեն փող առնելն էր։ Հայաստանը անկախացնելը չէր, ինքնիշխանացնելը չէր, Արցախը պահելը չէր։ Փաստորեն կիսած գործը, որ էսի սա նշանակում է, փող առնել էր, փող։ Էս է սրա օգնականը, հիշում եք։ Ով է հիշում ես Անգրագետ հրեշին, Անախիտ Ադամյանին։ Հիշում եք։ Սա Facebook-յան էջն է։ Էս կինը իր Facebook-յան էջը ռուսերեն Անախիտ գրողը Ադամյանով։ Էս ռուսական Անախիտը ռուսների դեմ ապակալում է։ Ամենաուժեղ հակառուսն է։ Սերբական անուն ազգանա ռուսերեն գրողը ռուսների դեմ ապակալում։ Ամենաուժեղ հակառուսն է։ Արամ Սարգսյանի հետ։ Ռոսոնց ո՞տեղից են հավաքել միտեղ։ Իսկ թվում է ԿՊ-ն մի հատ մագնիս է, մի հատ ձգողական ուժ ունի, որ ինչքան տականքան գալի հավատում է շուրջը։ Գիտեք, բաներ կան, ապարատներ կան, իրանք փոքր տեղադրում են միտեղ, որտեղ ասենք կենթանիները շատ են մանր, նասիկոն կարելի է բլոճներ, այդ կարգի, հա, հայերեն անում մոռացա։ Միջատներ։ Ու այդ փոքրիկ սարքը հաճախականություններ է իրենց արտադրում, որ միջատները կամ փախնում են, կամ սատկում են։ Սրանց մոտ ուրիշ բան է, այդ միջատները մոտենում են այդ սարքին։ Պատկերացրեք, ոնց որ ասենք ճանճը ինչի վրա է հավաքվում։ Հիմա սրանք այդ ճանճերն են, հավաքվել են ԿՊ-ի վրա։ Դրա համար հենց մենակ սրանց անունը կարող է լինել Անախիտ։ Ազգանունն Ադամ Իա։ Բա Սերժ Սարգսյանը ճիշտ ասած հələ դեռ չի կողմնորոշվել, մասնակցի ընտրություններին, թե չմասնակցի։ Սերժիկ, ինձ թվում է այնքան դու արդեն հայոյան հող կերել ես։ Քեզ մինչև կյանքիդ վերջը լիքը։ Գնայելի։ Ընկերոջդ էլ վերցրա Ռոբիկին, արա գնացեք էլի։ Գնացեք Նիկոլին էլ հետները տարեք էլի։ Ոնց բերել եք այնպես էլ տարեք, կլինի։ Պատակ հատ բանը մտածում եմ մասնակցի թե չմասնակցի, Նիկոլին հաղթի թե չհաղթի, այ Նիկոլը շատ բան բաներ անում։ Սերժիկ, աշխարհի ամենահարուստ բանը դարակները գրադարանը ունես դու, որոնք կազմված են բացառապես կոմպրոմատներից։ Ամենաուժեղ կոմպրոմատ հավաքողը Հայաստանում երևի, եթե ոչ ամենաուժեղը, դրանցից մեկը եղել ես դու։ Արա մի քանի հատ բան տուր էլի քո թերթերին։ Բայց օրիգինալները։ Այս Սիվիկայևի նման չսակեք, խայտարակ կլնեք։ Մի քանի բան ցույց տուր ժողովրդին, հենքա ինչ է կապիկություն անում, արա այս տարիքում ամոթ չի կապիկություն անել, ինձ հետաքրքիր է էլի։ Այնպես չէ, որ դուք այս կապիկությունով փող պետք է աշխատեք։ Իսկ թվում է ապրելու համար փող ունեք, էլի։ Ամոթ չի։ Գնացեք այս անասուններ հետները տարեք, որ տակը բան մնա, երկիր մնա։ Պետական բյուջեից ավելի քան $1000 ծախսել ենք ավիատոմսի համար, որ ՔՊ պատգամավոր Մերի Գալստյանը գնա Լյուքսեմբուրգ։ Տոմսից բացի վճարել ենք 79 եվրո օրապահիկ, 104 եվրո գիշերակացի փող։ Այսինքն 3 օրվա համար տվել ենք 549 եվրո։ Մերին ազգային ժողովի ամենալրակյաց պատգամավորներից է։ Ազգային ժողովի ամբիոնին չի մոտենում, հարցեր գրեթե չի տա։ Ամենա միջին թվականական ուսապարկն է էլի, անորակ, անբովանդակ, դատարկ, ԿՊ-ական ուսապարկը։
Օրենսդրական նախաձեռնություններով չի փայլում։ 2.220.000 դրամ տվել ենք, որ նույն Մերի Գալստյանը իր նման լրակյաց падգամավոր Մարիամ Պողոսյանի հետ գնա Ռեյկյավիկ։ Ամեն մեկին ամեն օրվա գործուղման համար տվել ենք $117 օրապահի եւ $197 գիշերակացի փող։ Գործուղումներին ուղարկելիս երևի հաշվի են առել Մերի Գալստյանի անցած մարտական ուղին։ Հիշեցնենք, նա պատերազմի ժամանակ Աննա Հակոբյանի գլխավորած Էրատո ջոկատի մարտիկներից էր։ Մենակ սրան մարտիկ շատ բան հնչեց, ռոմանտիկ հնչեց, մարտիկ։ Այս պատահական տեղ հատվածներից մեկն էլ ասեց, չէ՞, ինչ ասեց, հայտնվածներից մեկը հայտարարեց, ինչ Արցախի շփան, գոդիսում էինք նստած հյուրանոցներում, գնում էինք անտառներում նկարվում էինք, գալիս էինք, ինչ Արցախ, ինչ բան։ Այսպես։ Ես ասել եմ, որ հրյաները ամեն ինչ ակտիվացնելու են իրենց քաղաքականությունը մինչև իրենց տոտալ ոչնչացումը եւ չեն ուզում կանգնել։ Եվ երևի իրենց հասկանալի է, որովհետեւ հետդարձի ճանապարհ չունեն, կորցնում են իրենց միակ խաղաթուղթը, որն է հավերժ ցեղասպանվողի եւ բռնության զոհի կարգավիճակը, որ իրենց թույլ է տալիս անել են ինչ որ իրենք ուզում են։ Հիմա էլ հարձակվել են Կալիֆոռնիայի Սան Դիեգո կարծեմ ես նայեմ Ռիչմոնդ քաունթի Կալիֆոռնիայի հրեաներին ատումը քաղաքապետի վրա։ Հիմա փաստորեն Կալիֆոռնիայի Ռիչմոնդն էլ ունի հակահրեա քաղաքապետ, Նյու Յորքն էլ ունի հակահրեա քաղաքապետ։ Նոր կարծացի ստեղ որ Կանադայում երիտասարդներ են բան մի խոսքով 3 հոգելի փնդեր են ձերբակալել, որը փորձում էր գողանալ, հափշտակել կին եւ հրեա։ Տեսեք, ձևակերպումը սպանում է։ Կին եւ հրեա, այսինքն կարևորը ջասն տղամարդ։ Հրեա։ Ես չգիտեմ, ես հրեան կինա տղամարդ է կարող։ Ինչ է։ Առատկայա մոմակալա ինչ է դա, էլի։ Կին եւ հրեա։ Պատկերացնեք։ Սանք բոլոր բաները խախտել են իրար արդեն։ Հիմա են հերթը Կալիֆոռնիային է։ Ու որոշել են այնտեղ հրեաները հավաքել են, որոշել են որ քաղաքապետը ինքը պետքա գնա ու կամպանիա են սկսել դա դեմ։ Բայց չնայած նրան որ ապացուցվեց, բարձրաբանվեց, հայտնաբերվեց, որ Ավստրալիայում հրեաների վրա կրակողը հենց իրենց զինվորներ, հայրներ, կրակողներ, էլի շարունակում են Ավստրալիայում կատարվածը կոչել, հիմա էլ ասում են ցեղասպանություն, եւ դառնում մեղադրել Ավստրալիային։ Իրենք կազմակերպեն, իրենք սպանեն, կոչում են դա ցեղասպանություն, դա համար մեղադրում են, շարունակում են մեղադրել Ավստրալիային։ Ոչինչ չի ազդում սրանց վրա։ Ամենայն դեպս տենց իրանք դեռ ցույց են տալի, որ իրանք չեն լսում իրանց մասին ինչ են ասում, չեն լսում այդ բացահայտումները, չեն լսում, իրանք ձև են տալի, որ իրանց ոչ մի բան հայտնի չի։ Սա բանն է, շատ տիպիկ հրեական բան գործելավոճը, իրանց մոտ կոչվում է խուցպա, որքան լկտի է սուտը, այնքան դրան հավատացողները շատ են լինում։ Հայտնի բան է, մեթոդ է եւ ամենաշատ կիրառվում է իրանց կողմից։ Մարդիկ ասում են, բացահայտել են, գիտեն, որ դուք եք, իրանք շարունակում են հայտարարել, մեղադրել աշխարհին, Կանադային, Իռլանդիային, Ավստրալիային, ոչ չգիտեմ, Իսպանիային, բոլորը, դուք ատում եք հրեաներին։ Ինչքան սրանք շատ են ասում, այնքան հասարակ մարդիկ սկսում են իրոք ապրել։ Ես արդեն սկսել եմ ոչ այդքան հաճախ շփվել իմ հրեաընկերների հետ, բայց որ մեկ արդեն չգիտեմ, արդեն ես եմ սկսել խուսափել, թե իրանք են սկսել խուսափել, բայց որ մեկ հանդիպում ենք, ես հասկանում եմ, որ ինձ մոտ ընկճվածություն կա։ Իրոք ընկճվածություն կա, թե ինձանից այ չգիտեմ, այդ մասին արդեն չենք էլ խոսում, ամեն ինչ պարզ է էլի։ Թե իրանք են ընկճված, որ իրենք մասին մենք ունենք այդ արդեն վատ կարծիքը։ Նորմալ շփվում ենք, խնդիր չկա, կոնֆլիկտ չկա, բայց անկճվածություն եմ ես նկատում։ Թե իրանք իրենցից են դժգոհ, թե ինձանից, իմ նմաններից, որտեղ իմ նմանները շատ են իրոք էլ։
Ես չգիտեմ, ես չեմ կարող ասել, եթե անհարմար եմ զգում, ասեմ, ինչու ես նեղված։ Ընկեր, չեմ ասում, բայց այն ինչ որ հիմա իրոք անում են իրանք, չբացառեմ, որ այս մարդկանց, այս նորմալ մարդկանց վրա ազդում է, որովհետև իրենք դառնում են անկախ իրենց ուղղակի զուտ ազգությունից զրկված ատելության թիրախ։ Ոչ մի չեն արել։ Նորմալ մարդիկ են, պարտաճանաչ, հյուրասեր, շատ ընկերասեր, ոչ մի խնդիր չունեն, բայց այս գործողությունները բերում է որոշակի վտանգ եւ վերաբերմունք այդ մարդկանց նկատմամբ։ Ես չգիտեմ, ես լավ հրեաներ ճանաչում եմ եւ երաժշտության մեջ եմ շատ ճանաչում եւ բիզնես աշխարհում ես իրանց գիտեմ, ես չեմ կարող ասել, որ դրանք բոլորը sense բան են։ Չնայած ինձ ասում են դու ասում ես հրեա, բայց ջհուդներն են վատը։ Հիմա ես չգիտեմ, դուք կարող տարբերություն դնում եք իմ համար իրանք բոլորը հրեա են։ Հələ ոչ, կարող մի քիչ մեծանամ դրան տարբերություն զգամ, բայց հələ որ իմ համար դրանք հրեա են։ Քանի իրանք սահմանը չեն անցել ատելության, չեն նայում մարդկանց որպես աղբ, իրանք չունեն այդ իրանց գերիշխանությունը, իրանք իմ համար հրեա են։ Հենց դա կլինի կարող է ես էլ ձեր նման սկսեմ մտածել, որ դրանք ջհուդ են։ Ես երեք երևի հիշեցրեցի, որ ցամաքային օպերացիայի, ցամաքային հարձակման պլաներ է մշակում Թրամփը, որ պետք է խեղդի Վենեսուելային։ Իսկ Մադուրոն հայտարարել է, որ մենք պաշտպանվելու ենք, սա մեր երկիրն է, մեր հարստությունն է, ուսումս ամբողջ նավթի համար։ Ու դա մեր սուվերենությունն է, մենք չենք տալու։ Իր երկիրն է, հարստությունն է եւ սուվերենությունը։ Չենք տալու։ Ռուսաստանն էլ, Չինաստանն էլ հայտարարեցին, որ երկու օր առաջ էր ամենայն լրջությամբ, որ իրանք թույլ չեն տալու որևէ փոփոխություն պարտազանք Վենեսուելայի նկատմամբ։ Բայց Թրամփը հələ որ մարդ, որ երազում էր, բոլորից պահանջում էր, որ իրան ճանաչեն, ամենախաղաղասեր մարդ, երազում էր ստանալ խաղաղության մրցանակ, FIFA-ն տարավ տվեց մի հատ ինչ որ հիմար մրցանակ, վերջում դարձավ ծիծաղի եւ մերժման առարկա, համ FIFA-ն կորցրեց ամեն ինչ։ Ես անցած անգամ հաղորդման ժամանակ ասեցի արդեն իրանց տոմսերը ինչ վիճակի է հասել, ինչքան է իջել, եւ Թրամփը դարավ ուղղակի ծաղրանքի առարկա է այդ ամեն ինչի դեպքում։ Ապարագայում հիմա որոշել է տարվա վերջ, դե չեմ ստանում, գոնե պատերազմ կսկսեմ, էնել ում դեմ, էնել Վենեսուելայի դեմ։ Էնել ինչի համար, նավթի համար։ Իհարկե մենք բոլորս հասկանում ենք, որ սա ինք չի։ Ինքը ընդամենը այն բուզգի գլխին երևացող կապիկն է, ոնց որ Փաշինյան Նիկոլը։ Այս բուզգի գլխի երևացող բշտիկն է, էլի։ Դրա ներքև կանգնած են այն կազմակերպությունները, կորպորացիաները, որոնք հետաքրքրված են այդ նավթով։ Իսկ այդ նավթը, նավթային ինդուստրիան եւ ոչ միայն նավթային ինդուստրիան, աշխարհի հարստության այդ 1% է, ասում 1%-ը տիրապետում է աշխարհի հարստության 90%-ին, այդ 1%-ին է, որոնց մեծամասնությունը երևի 90%-ը հենց հրեաներ են։ Հենց այդ։ Բայց շատ հետաքրքիր բան կա, հոդված կա, Ալ Ջազիրան է հետևում, թե ինչ արժեցավ իհարկե, այս ինչ արժենում Ամերիկայի Նահանգների աջակցությունը Իսրայելին։ Շատ հետաքրքիր հոդված է, բավական տեղը կասված Ալ Ջազիրան պետք է ասեմ, այս հոդվածով երևում է, որ տեսեք բոլոր սոցիալական ծրագրերը կտրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 26 թվականին ինչքան սովամահ կլինեն, ինչքան հիվանդանոց բուժկություն սպասարկում չստացող մարդ կմահանա, ես չեմ կարող ասել։ Բայց այսօր եկել է որ ամեն ինչ էժանացնի, որ մարդիկ կարողանան ապրել անվտանգ եւ այլն, լրիվ 170 աստիճան հակառակ եղավ։ Այն նույն Նիկոլը ոչ մի տարբերություն չկա սրանց մեջ։ Եվ Ալ Ջազիրան սրա համար ասում, ու հետաքրքիր բան է նկատում, որ կտրվեցին բոլոր սոցիալական ծրագրերը, ինչ որ կա միշտ է տրադիցիոն Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց չկտրվեց ամենակարևորը՝ Իսրայելի օգնությունը։ Ոչ մի ցենտ, ինչպես ստաբիլ, միայն ռազմական ծախսերի իմաստով 3.8 միլիարդ դոլար կոնգրեսը հաստատեց, որ գնում է Իսրայել, գնում է։ Պլյուս ընթացիկ ռազմական ծախսերը հրետանիների համար, հակաօդային պաշտպանությունների համար, դրանք հարյուրավոր միլիոնների բաներ աճկեր են։
դրանք եւս տալու է որպես ռազմական օգնություն։ Այսինքն ամեն ինչ վատանում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, բայց Իսրայելի համար ոչ մի բան չի փոխում։ Իսրայելի բնակիչը ունի ձրի առողջություն, բանը սպասարկում, ապահովագրություն եւ ուսում։ Լավ ուսումը Ամերիկայի Միացյալ Նահանգներում տարեկան 40-50 հազար դոլար է եւ ավել։ Եթե դու ասենք լոյ բանես իրավաբանական մասնագիտություն ես վերցնում, կարող ասնի մինչև 60-70 հազար տարեկան։ Այսինքն ցանկացած լավ ուսանող, որ լավ համալսարան ավարտում, եթե ինքը պետքա վճարի 200-300 հազար դոլար է նստում իր բան սովորելը։ Ամերիկայում։ Այդ չեմ ասում առողջապահությունը։ Իսրայելում դա ծրի է։ Ու այդ փողը տալիս Ամերիկայի մեծանալ։ Ու աջազերն է ասենց ամեն ինչ շալել է։ Ու ինչա ու սա ինչի դիմաց բնականաբար սա դիմաց վճարելու հանրապետականները Թրամփ անձամբ ձայներով, որը կպարզվի, արդեն պարզա, արդեն ամենակարևոր տեղերը կորցրել է, իսկ վերջնական պատկերը կպարզվի հենց 2026 թվականին։ Ես դա եմ ասում 26 թվականը շատ բեկումնային եւ մեծ փոփոխությունների տարի է լինել։ Երանի մենք կարողանանք մեջներս գտնենք այն ուժը, բարոյական կամքը, որպեսզի մնանք ջրի վրա։ Ոչ թե մնանք ճիշտ ուղղությամբ սկսենք լողալ։ Ուղղությամբ, ոչ թե մնանք ուղղակի, հա, որտեղ գիտենք, թրիկներ չի սկում հետո։ Մնանք եւ լողանք ճիշտ ուղղությամբ, որպեսզի նժդեհի ասածները, այն ինչ որ ինքը սահմանեցի սկզբանե, մեր հաջորդ սերունդը չկրկնվի, որ այսօրվա մեր վտանգներ թուրքացնում են։ Եվ իհարկե կրկին Թրամփը խոսում է, որ կա ամբողջ Պաղեստինի տարածքը վերածեն Sunrise արևածագ պրոյեկտի, սարքեն կազինոներ, հյուրանոցներ, հա։ Վտարելով տեղի բնակչությունը, ցեղասպանելով 2 միլիոն մարդ, տեղահանելով, իրենք հələ խոսում են այս պրոյեկտի մասին։ Սա Իսրայելի երազանքն է։ Տեղահանել այդ մարդկանց, որտի մաքրել տարածքը, պատկել բիզնես կենտրոն։ Ու գիտեք ովքեր են զբաղվում այս գործով, ամենաշատ հետաքրքրված ու քարոզում են, ամեն ինչ անում են դա իրականանալու համար։ Նույն մարդիկ, ովքեր աշխատում են ռուս-ուկրաինական հարաբերությունների ճակերտավոր կարգավորման մեջ։ Նույնը Վիտկոֆն է, Կուշներն է ընտանիքը, որոնք դաս են տալի եվրոպացիներին, սովորացնում են, որ դուք պետք է հարգեք հրեաներին, հա, ոնց որ դուք ինչ լկստվել եք, ձեր մոտ անտիսեմիտիզմը շատացել է, այս կարգի լկտիացել են իրենք այ։ Ու շարունակում են իրենց ծրագրերի մասին բարձր, բաց, խոսել, ոնց որ ոչինչ չի եղել։ Իսկ հիմա, ինչպես խոստացել է ամենակարևորի մասին, ամենա։ Երբ դուք եք հիշում եք, որ այս կինը բանի այդ ոստիկաններից զգուշացնում են, ասում էր խելոք մնացեք էլի, խելոք մնացեք։ Ու շողակաթի պատմությունն է ասում, շողակաթ եկեղեցին քանդողների մասին է պատմում։ Հիմա լսենք իրական պատմությունը ինչ է եղել։ Բարև ձեզ, Հայր ջան։ Ես հիմա գտնվում եմ Էջմիածինում։ Ես վերջերս խոսացել եմ, մի քանի անգամ այստեղից լայվ եմ արել։ Իսկական շողակաթ եկեղեցու մոտից։ Երևի որ խոսացել եմ։ Այստեղ սկսվել են աշխատանքներ, նայեք։ Եկեղեցու քարերն են հանվում դուրս։ Էսավ նոր է ֆունդամենտը փորված, ժողովուրդ ջան։ Էսա եկեղեցու քարերն երևի։ Էսա նոր սկսել են աշխատանք։ Ուրեմն պատմեմ եկեղեցու մասին։ 1937 թվին, երբ որ Ստալինի հրահանգով սկսվում են քանդվել մեր քրիստոնեական եկեղեցիները եւ սպանվել մեր հայ հոգեվորները, այս եկեղեցի քանդողի ընտանիքը մի գիշերվա մեջ ամբողջ ընտանիքը անհայտ ձևով չի զարթնել, չեն զարթնել ոչ մեկը, ոչ մեկը չի զարթնել առավոտ ու բժշկությունը չի կարողացել բացատրություն տալ
թե ինչ պատճառով են մահացել։ Պատճառը միակն է, Աստծո պատիժն է։ Աստծո պատիժն է։ Այս եկեղեցին Աստված այս հիմքը պահել է, պաշտպանել է, որ այսօրվա օր, ովքեր որ ուզում են նորից գրոհել մեր հայ արաքելական եկեղեցին, թլպատված շները, որոնք մտել են հայ հոգևորի հագուստի տակ, հենց դրանք են ում մասին սուրբ գրքի մեջ ասվածը գկան իմ անունից, հայասպանները, այլասերվածները, ջվուդները, հայոց հողերը, որ տվեցին թուրք ջվուդ ազերներին, այսօր ուզում է գրոհել Սուրբ Էջմիածինը։ Մի խոսքով։ Այսպիսի պատմությունները շատ են։ Շողակաթի եկեղեցու փաստորեն 37 թվականին Քանդողի ընտանիքը քննում չի առնասել ուղակի։ Սա միակ դեպքը չի, այսօր մեկն էլ ինձ տեղեկացրեց այլ նման դեպքի մասին, ուրեմն Ստեփանավանի եկեղեցական համալիրը ուրեմն քանդելիս խաչը հանելու ժամանակ խաչի հետ հանողը ընկավ ցած, խաչը պատկերված խաչի հետ ընկերացավ մահացել է։ Սա Ստեփանավանի։ Մարդիկ տարբեր տեղերից գրում են։ Նույն տարում քանդող պրարաբը մահացավ եւ այդ քանդող մահացածների տվյալները կճշտեմ կուղարկեմ ձեզ։ Զանգը հանելու ժամանակ տրոսն է կդրվել, խփելա մեկին էլի սպանելա։ Սենց ես այնքան պատմություններ եմ լսել։ Շատ։ Սրա այս բանը ինձ չի ուրախացնում։ Չեմ ասում, ախ, տեսակ պատժվեցին։ Չէ, ես կուզենայի, որ հայ մարդը չքանդեր խաչը ու խաչի հետ չընկներ ներքև։ Ես կուզենայի չքանդեր զանգը ու զանգի պարանը չխփեր իրան սպաներ, կամ զանգի հետ ընկներ։ Մի խոսքով տրակտորիստի իրան տանիքով չմահանար։ Բայց սրանք բաներ ա, որ իմ ցանկությունից են կողմա, որտեղ այդ մահացողները հայ են։ Ապուշություն են արել, կներեք էլ արտահայտության համար, վատ բան են արել։ Ես չեմ կարող մտնեմ այդ հարաբերությունների մեջ, իմ համար, բայց հայ է եղել, չէ՞, մահացողը։ Իմ համար դա կորուստ է, չեմ ասում արժանի էր, պատժվեց, լավ կլիներ դա չլիներ։ Հիմա այսօրվա եկեղեցու վրա արշավողներին եմ ասում նույն բանը։ Սրա գովազդողներին եմ ասում նույն բանը, սրան այս տակից կամ բացահայտ աջակցողներին եմ ասում այս բանը, իրականացնողներին եմ ասում այս բանը։ Տղեկ, ձեզանից ամեն մեկի կորուստը լինելու է տեղին, ես բայց չեմ ուրախանալու դրանով։ Չեմ ուրախանում, որովհետև ամեն դեպքում ձեր երեխեքը կարող էին գոնե գուցե լավը լինել։ Դուք կարող մի օր վերանայեիք, հա, ձեր այս հանցագործությունները գնայիք գլուխները տայիք պատերին այնքան մեղագայիք։ Չգիտեմ։ Բայց այն ինչ որ անում եք ունենալու է հետևանքներ։ Որովհետև բնության մեջ տենց է, չկա մի բան, որ ինքը հետադարձ ուժ չունենա։ Սա ֆիզիկա է։ Սա կապրիզ չի, սա քաղաքականություն չի։ Ինչ ասեմ։ Նորից ձեզանից որին ինչ լինի, ես չեմ ուրախանալու։ Ես ասում մի արեք ուղղակի։ Իմ համար ավելի լավ է, որ դուք չանեք, քան դուք անեք ու սատկեք։ Հա, մի արեք ուղղակի։ Ես վերջում ուզում եմ մեր այդ քույրիկին լսենք իրար հետ։ Ինքս աստվածապաշտ մարդ եմ, բայց դա էլ մի կողմ, արդեն եկեղեցու դեմ արշավը դուրս է գալիս նույնիսկ հավատացյալի ոչ հավատացյալի շրջանակից, ուղիղ ազգային ինքնության դեմ պայքարը դա արդեն հասկանալի է եւ այդ աղոթքի նախաճաշն էլ չգիտեմ ինչ էր կոչվում, որ կազմակերպվեց, դրա ակնառու ապացույցն է։ Ես չգիտեմ ինչքան բան է խելքապետ, որ մարդիկ իր վերջը հասկանան, որ սա ինքնության դեմ կռիվ է։ Դուք չեք հասկացել միջև հիմա Նիկոլը ինչ է ուզում։ Իրոք դուք չեք հասկացել, որ Նիկոլի ծրագիրը ուր է տանում, վեկտորը որ ուղղությամբ է։ Դուք լուրջ ես ամբողջ ուղղության մեջ կարող եք մտածում եք եկեղեցի պատահական է ստեղ մտել, եկեղեցին դա ուղակի Գարեգինի խաթր է մտել, ստեղ։ Այն էլ է պարագային, որ իր դեմ ապստամբածները հրեշներն ասեն, դրանց հետ համատության մեջ Գարեգինը սրբությունն է։ Սուրբ է դրանց հետ համատած։ Հա։ Մենք մարդ ենք, չէ՞, բոլորս մարդկանացու ենք։ Մենք մեր մեղքերն ունենք, չէ՞։ Այդ մեղքերին էլ կա, չէ՞։
ծանր, թեթև, ներելի, աններելի, պատժելի, ոչ այնքան։ Հասկանում եք, այս ով դելել է իր դեմ, ես նա պատմեցի, չես վերջինս Աբրահամի մասին։ Սա իրական տվյալներ է։ Դուք չեք հասկացել, որ սա ինքնության դեմ է։ Ես մեկ-մեկ տեսնում եմ էլի թվյասալ խելացի մարդիկ այնց հիման բաներ են գրում, ասում Տերիմ Աստված։ Տերիմ Աստված այս մարդկանց խելք տուր, ես ուրիշ բան չեմ կարող ասել։ Որովհետև ցանկացած իմ հետ անհամաձայնը իմ թշնամին չի, ես չեմ ուզում ինքի հետ անհամաձայն լինի կամ համաձայն լինի, ես ուզում եմ ուղղակի ինքը զոհ չլի այս ամեն ինչից, զոհը չդառնա, պարզ հասկանա, տեսնի, սա նույնիսկ հասկանալու բան չի, տեսնի ի վերջո, ախպեր ջան, սրա նպատակը հայ մարդուն սպանել, կազմալուծել, նսեմացնել, այլաբանել, այլասերել, ինչ ուզում եք ասեք։ Այդ ամբողջ այս համակարգի մեջ դա չէր կարող պատահական մտնել եկեղեցին։ Այո, եկեղեցին դրա մի բանն է։ Այո, եկեղեցու շուրջը հավաքվել է ինքնություն։ Եթե ինքնությունը լավն է թե վատն է, այդ մասին մենք կարող ենք խոսել, շտկելու կարիք ունի թե չունի, դա էլ կարող ենք խոսել։ Բայց ով է գալի որ շտկի, ումով եք շտկելու դա, այն որ ձեզ դուրս չի գալիս։ Հիմա կարող է ես մեկի համար շատ լավը չեմ որպես հաղորդավար, ես ինքս էլ գիտեմ, որ ես հաղորդավար չեմ։ Մատաղ այդ իմ համար նորություն չի։ Մեկը եթե մեկը ուզում է փոխի, ցանկացած մեկն էլ մտածում է, այսօր լսեցի Վարդան Հակոբյան, վաղը մեկ լսեմ կամ հենց հիմա հաջորդը լսում ես մեկին։ Հետո անկախ իրանից ինքը դնում է համատության մեջ, ստեղ լսեցի սա, ստեղ լսեցի սա։ Ես ո՞րն եմ ուզում, ո՞րն եմ նախընտրում։ Հիմա ասում նայեմ եք, այն կողմը կանացը Գարեգինը, այն կողմից գալիս է Պիղծերը։ Արա դուք ես լավ գատիկին ասենք լավ է չի։ Այս հանցագործներով եք ուզում եք փոխեք։ Ամեն ինչ ընտրության մեջ է, ամեն ինչ հարաբերական է։ Ես էլ, դուք էլ, կաթողիկոսն էլ, բոլորս էլ մարդ ենք, մեր թերություններով։ Ես երբեք չեմ վիճի, որ ասենք մտքովս էլ չի ասեմ, որ ասեմ, ես կարող եմ ասեմ շվեցի նման մասնագիտական վերլուծություններ իր ոլորտի հետ կապված։ Բացարձակապես։ Կամ հոգեբանական վերլուծություններ անել հոգեբանների հետ կապված։ Բացարձակապես, բայց հասկանում եմ, որ ես դա գիտակցում եմ։ Հիմա մենք չենք գիտակցում նույն ձև, որ այս շխունտան, այս հանցագործները համատելի չեն եկեղեցու կամ բանի հետ, Գարեգինի հետ։ Ես կարծում եմ, ով սեփական թերությունները տենում է, սա ունակ է տեսնելու։ Ով սեփական թերություններ ունակ չի տեսնելու։ Ինքը sense ընտրությամբ է։ Գիտեք չի տեսնում, որտեղ ինքը ընտրությամբ է նայում թերություններին։ Ընտրությամբ։ Դամալ ընտրությամբ էսօր Նիկոլն ասել է նայի Գարեգինին, ինքը նայում է Գարեգինին։ Իսկ մի քիչ շրջահայաց մարդը հասկանում որ կյանքում ամեն ինչն է հարաբերական, մեզանից սկսած մինչև կաթողիկոսը, մինչև վարչապետ, մինչև ամեն ինչ բոլորս։ Սա հարաբերության մեջ է ամեն ինչ, համեմատության մեջ է։ Սա է ուզում այսօր ասել, շնորհակալություն դիտելու համար, տարածեք, բաժանորդագրվեք, դիտեք, եթե պետքա Telegram-ի հասցնել ես կուղարկեմ, իմիջիալոց այսօր երեկոյան 19:00 ուղիղ եթեր մենք ունենանք հարց ու պատասխան Հարցրում Պեպանյանի հետ։ Այնպես որ կհանդիպենք ուղիղ եթերում արդեն դեկտեմբերի 20-ին 19:00 Հայաստանի ժամանակով։ Այսօրվան բարեկամներ, լավ։